ցանցի ակտիվացումը եւ այլն։ Պարոն Մանուկյան, հետևելով ձեր հորդորին, փաստերը կողքի դնել եզրակացություններ անելուց առաջ, խնդրում եմ ասեք, փաստերը կողքի դնելով ըստ ձեզ արտաքին որ դերակատարներն է, որ շահագրգռված են Հայաստանում համապատասխան ազդեցության գործողություններ իրականացնել եւ ընդդիմությունը իդեմս նաեւ Հայաստան խմբակցության Հայ-Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության ինչպես է պատրաստվում հակազդել հնարավոր հիբրիդային հարձակումներին։ Շնորհակալություն։ Նախ սուրճ էր կապած, այնքան Սիվիկի ապատեղեկատվություն է հուսել, որ չգիտեմ ինչ ձևով կարող եմ ձեր խմբագրությունը սուրճ խմել, կարող եք ուղարկել, շնորհակալ կլինեմ, բայց նաև ես էլ ձեզ սուրճի առաջարկ անեմ իմ աշխատասենյակում եւ կհանեմ տասնյակներով են հարցում նամակները, որոնք ուղղել են Պաշտպանության նախարարություն, Ազգային անվտանգության ծառայություն, տարբեր գերատեսչություններ ու ասել եմ, լսեք, Նիկոլ Փաշինյանը, որ առավոտվանից գիշեր անպատասխանատու հայտարարություններ անում հիբրիդային պատերազմ, ազդեցության գործակալներ, շպիոններ, բան։ Իսկ կարաք ասեք, օրինակ բանակի հետ կապված Պապիկյան Սուրենին 3 անգամ հարցնում եմ։ Նիկոլ Փաշինյանը, որ ասա 22 թվից առաջ Հայաստանի զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմը ինքնիշխանը մոտեցում չուներ։ Կարաք ասեք, այդ ինչ հետազոտության հիման վրա չեն պատասխանում։ Բոլորն ասում են Նիկոլ Փաշինյանին Նիկոլ Փաշինյանի հայտարարությամբ բավարարվեք, տողատակով ասում են դե Նիկոլն է մի բան ասել է։ Ինչ վերաբերում է Ազգային անվտանգության ծառայության զեկույցին, արդեն երկրորդ զեկույցն է, թե երրորդ զեկույցը։ Ինչպես։ Արտաքին հետախուզության։ Երկրորդ զեկույցի ծանոթանալով ակամա հիշում ես մենք ենք մեր սարերը ֆիլմը։ Իսկ մեկ մի հատված կասում, դու ես պետությունը Դու իրենք են արտաքին հետախուզությունը, նայեք, շատ մասնագիտական այդ զեկույց եկեք նայեք։ Եթե վերաբերում է խոսքը Հայաստանի արտաքին սպառնալիքների, ներքին սպառնալիքներին, ի վերջո մեր արևմտյան կողմում կա մի երկիր, Թուրքիայի Հանրապետություն, որը 35 տարի արդեն, 93 թվականից 32 տարի, բլոկադայի է ենթարկում Հայաստանին, մինչև հիմա այդ Ռուբեն Ռուբինյանի սիրուն թիթեռները որ կան, հեսա երրորդ երկրի անձնագիր բան, որևէ բան չկա, սահմանը փակ է, բլոկադան կա, որ պարբերաբար Էրդողանի, Ֆիդանի մյուսի կողմից բացառությամբ այս վերջին Նիկոլ Փաշինյանին ծնված խոսքերը, պարբերաբար հայտարարություն են հնչեցվում Հայաստանի Հանրապետության դեմ։ Մի երկիր, որտեղ բոլոր սոցհարցումներով թշնամի իբրև ժողովուրդ ու երկիր դիտվում է Հայաստանն ու հայությունը, այդ ամբողջ սպառնալիքների զեկույցի մեջ Թուրքիա անունը հնչել է 3 անգամ, այն էլ ճանապարհների հետ կապված։ Արտաքին հետախուզական ծառայությունը դիտարկելով Հայաստանի սպառնալիքները որևէ տեղ չի էլ քննարկել, արդյոք Թուրքիայի կողմից սպառնալիք կա թե ոչ։ Փոխարենը հոգևոր մշակութային գործիչներին դիտում է սպառնալիք։ Այս շատ երկար թեմա է, անցած անգամ Քրիստինե Գրիգորյանին մանրամասն մեր հանձնաժողովում ասել եմ այն բոլոր խայտարակությունները։ Իրականում ձեզ ասեմ, ես վատ եմ զգում, որ մի երկրի խորհրդարանի падգամավոր եմ, որի եւ Պաշտպանության անվտանգության մշտական հանձնաժողովի անդամ եմ, որը քննարկում է արտաքին հետախուզությանը տրվելիք բյուջեի հարցը, որտեղ ազատ